Նյու Դելիից միանգամից Երևան մեկ ժամից էլ պակաս տևեց Ռուբիոյի աշխատանքային այցը Հայաստան։ Զվարթնոցում գտնվելու ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստաթղթեր ստորագրեցին։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ միջազգային բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն է։ Միրզոյանն ու Ռուբիոն առաջինը հենց այդ փաստաթուղթն են ստորագրում։ Այստեղ եմ առաջ տանելու Թրամփի եւ Փաշինյանի տեսլականը։ Հայաստանի եւ տարածաշրջանի համար սա խաղաղության ճանապարհ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունն ընտրել է խիզախ ուղի, որը տանում է դեպի խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը եւ պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Երբ որ հնդկաստանից իջնում են կամ օդանավակայանում ցանկացած փաստաթուղթ ստորագրում, սա մեսեջ է տատավող ընտրազանգվածի առայն, որ Միացյալ Նահանգները աջակցում են գործող քաղաքական իշխանությանը։ Եվ մեսեջ է արևմտամետ ընտրազանգվածին, ու պետք է քվեարկել։ Հաշվի առնելով նաև վերջերս Վենսի այցելության, այնուհետև Մակրոնի այցելության եւ մեսիջի այսպես փաստը կարելի է նաև այս իմաստով դիտարկել Ռուբիոյի այցելությունը։ Ստորագրվեց նաև շրջանակային հուշագիր կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ 21-րդ դարում այս ոլորտը ապահովում է տնտեսական անկախություն եւ նոր տեխնոլոգիաների հասանելիություն։ Մենք պատրաստ ենք միասին աշխատել, որպեսզի Հայաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսությունները վստահելի հասանելիություն ունենան օգտակար հանածոներին։ Կան նախնական եւ ներդրումների ոլորտի կոնկրետ արդեն ենթավորորդի կամ կարելի ասել եւ հանքանյութերի տեսակների, բայց ես չեմ շտապի հիմա դրանք բարձրաձայնել, որովհետեւ դրանք նախնական մտքերի փոխանակություն են։ Երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ էլ ըստ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը բարձրանալով կհասնի նոր մակարդակի։ Վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Եվ վերջում Արարատ Միրզոյանը մինչև Մարկո Ռուբիոյի կուղեկցեր ինքնաթիռ հրապարակվեց TRIP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, որի հոդվածներից մեկի համաձայն TRIP նախագիծ նշանակում է Հայաստանում իրականացվող կոնկրետ նախագիծ, որը կողմերի փոխադարձ հաստատմամբ TRIP-ի շրջանակներում է, բայց չսահմանափակելով TRIP-ի հետևյալ բաղադրիչներով երկաթուղային, ճանապարհային, նավթատար եւ գազատար խողովակաշարերի, օպտիկա մանրաթելային եւ էներգետիկ նախագծեր։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ մյուս անձանց դատավճռի դեմ իրականացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում։ Դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ դատական գործընթացը սկսվում է այսօր։ Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ՀԱՊԿ օգնություն չի խնդրել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հայաստանի կողմից այդ հակամարտությունում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ հարցում չի եղել, նշել է Շոյգուն ՀԱՊԿ անվտանգության խորհրդների քարտուղարի կոմիտեի նիստից հետո։ Անկախ պետությունների համագործակցությունում ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի եվրոինտեգրման վերաբերյալ հայտարարությունները եւ Երևանում անցկացված Եվրամիության գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդևը նշել է, որ կազմակերպությունը չի կարող անտեսել այդ զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանը միաժամանակ շարունակում է մնալ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից։ Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է Պեսկովը։ Նա մասնավորապես մատնանշել է հայկական ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի ռուսական գազի բավականին գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ խոսքը իհարկե Եվրամիության մասին է։ Դա իսկապես այդպես է։ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի եւ պատասխանատու մատակարար բոլոր երկրների համար եւ հատկապես մեր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների։ Նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար։
Ռուս-վրացական սահմանին արդեն մի քանի օր է արգելափակված են մոտ 100 հայկական բեռնատար, վարորդները հայտարարում են քաղաքական ճնշումների մասին։ Ձկնեղենով, հատապտուղներով եւ ծաղիկներով բեռնված մեքենաները ստուգումների պատրվակով հետ են վերադարձնում Հայաստան։ Իդեպ ջերմոցների ու ձկնաբուծարանների ստուգման նպատակով Երևան են ժամանել Ռոսելխոզնadzորի տեսուչները։ Ավելի վաղ Ռուսաստանն արգելափակել էր հայկական ալկոհոլի, հանքային ջրի, ծաղիկների ներմուծումը։ Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են համակարգային բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ձևավորելու նպատակով։ Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանրապետության տարածքը համալրվում է ժամանակակից դիտակայաններով, որոնք ապահովելու են օդի որակի փոփոխությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու թափանցիկությունը իրական ժամանակում։ Խստացվել են պահանջները շինարարական եւ հանքարդյունաբերական ոլորտներում գործող կազմակերպությունների նկատմամբ, սահմանվել են փոշու արտանետումների նվազեցման ուղղված պարտադիր կանոններ, որոնց չկատարման դեպքում գործելու են պատասխանատվության հստակ իրավական մեխանիզմներ։ Ակտիվացել են +63, +212 միջազգային կոդերով կեղծ զանգերն ու SMS, iMessage, RCS, ֆիշինգային հաղորդագրությունները։ Զեղծարարները ներկայանալով որպես կապի օպերատորի աշխատակիցներ ինտերնետի որակը բարելավելու կամ 5G ակտիվացնելու պատրվակով առաջարկում են փոխել հեռախոսի կարգավորումները եւ հավելվածներ ներբեռնել։ Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ որևէ օպերատոր կամ բանկ նման պահանջ երբեք չի ներկայացնում եւ կոչ է անում չարձագանքել անծանոթ համարներին, չանցնել կասկածելի հղումներով, ոչ մեկին չհայտնել անձնական ու բանկային տվյալներ, գաղտնաբառեր, իսկ նման համարները անմիջապես արգելափակել եւ նշել որպես սպամ։ Երևանյան լճի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրված աղբավորիչ սարքերով մեկ տարվա ընթացքում հավաքվել է շուրջ 75 խորանարդ մետր կենցաղային աղտ։ Աղբավորիչ կայանները տեղադրվել են Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջաններում, իսկ այս տարի նախատեսվում է կառուցել եւս մեկը։ Խոշոր հրդեհ Երևանում Մամիկոնյանց փողոցում կառուցվող էլիտար բազմահարկ շենքում Շամշյան-Քոմի տվյալներով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Հրշեջ փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք։ Մինչ հրշեջների ժամանումը չբնակեցված շենքում կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա հրշեջների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուները պտտվել են Կոտայքի մարզի համայնքներում։ Ծաղկաձորի բնակիչների հետ հանդիպման ընթացքում կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է անցած տարիների ընթացքում սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքի արդյունքները, այն ամենը, ինչը հանգեցրել է տարեցների կենսամակարդակի բարձրացմանը։ Միայն 2026 թվականին 70 միլիարդ դրամ ավել ծախսելու ենք միայն թոշակների բարձրացման վրա։ 70 միլիարդ դրամ։ Հայաստան տան հայցակարգը դրա մեջ է, որ Հայաստանում այսօր միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման գործողությունների մասին, նշելով, որ հենց այդ համակարգի աշխատանքի շնորհիվ հանրապետությունում արդեն կյանքեր են փրկվել։ Այսօր 65+ եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը հոգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այսօրվա դրությամբ մենք շուրջ 130 միլիոն դոլար 2026 թվականի ընթացքում շուրջ 130 միլիոն դոլար տրամադրել ենք մեր մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ թոշակառուների առողջապահության կարիքների։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորության տեխնացուները ներկայացրել են նաև պաշտպանական ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքները։ Մասնավորապես նրանք խոսել են Պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակում սպայակազմի համալրման եւ Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայում իրականացված բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքների մասին։ Տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում հարկային համակարգը ըստ միասնության թևերի դարձել է միայն բյուջեի եկամուտներ ապահովելու գործիք, առանց տնտեսության զարգացման նպատակի։ Կուսակցականները պնդում են, թե գործող սպառման մոդելը պետք է փոխվի, իսկ դրա հիման վրա վերանայվի նաև ամբողջ հարկային քաղաքականությունը։ Քաղաքական ուժը առաջարկում է վերադառնալ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության նախկին կարգավորումներին, նշելով, որ վերջին փոփոխությունները բավարար
հանրային քննարկում չեն անցել։ Նոր մոդելով նախատեսելու են աստիճանաբար հրաժարվել շրջանառության եւ ավելացված արժեքի հարկից, շեշտը դնելով եկամտային եւ շահութահարկի վրա։ Երբ մենք ունենանք Հայաստանի իշխանություն, Հայաստանի թեկնածություն, Հայաստանի շահերով շարժվող ղեկավարություն, որևէ մեկի համար նշանակություն չի ունենա օրինակ այս արտաքին ազդեցությամբ ղեկավարվի, միշտ պետք է մտածի ժողովրդի մասին։ Մեզ ինչ իշխանություն է պետք, ժողովուրդ ջան, որ մտածենք Հայաստանի մասին։ Ամերիկյան ուժերը Իրանի հարավում հրթիռների, մեկնարկային հարթակների եւ նավակների են հարվածել։ Այս տեղեկությունը հայտնել է Fox News-ը, իսկ ավելի ուշ հաստատել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Նեղուցները պետք է բացվեն եւ դրանք այսպես թե այնպես կբացվեն։ Նրա խոսքերն է մեջ բերել Reuters-ը։ Centcom-ը որպես հարվածների թիրախ է նշել հրթիռների հարձակման դիրքերն ու ականներ տեղադրելու փորձ կատարող իրանական նավակները։ Իսրայելական զինուժը սկսել է հարվածների նոր շարք հասցնել Լիբանանի տարածքին։ Կրկին հարձակման թիրախում են հայտնվել Հեզբոլլահ կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները։ Ավիահարվածները հասցվում են երկրի արևելքում գտնվող Բեկայի հովտին եւ Լիբանանի մի շարք այլ շրջանների։ Ինտերնետի հասանելիությունը Իրանում նախագահ Մասուդ Փեզեշքյանի հանձնարարությամբ կարող է վերականգնվել։ Ֆարս գործակալության տեղեկացման որոշումը կայացվել է հատուկ աշխատանքային խմբի քննարկումից հետո։ Սահմանափակումները հանելու համար ժամկետը հունիսի 5-ն է։ Հիշեցնենք, Իրանում միջազգային ինտերնետը արգելափակվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։ Այդ ընթացքում շուրջ 90 միլիոն բնակիչներին հասանելի է եղել միայն այսպես կոչված ազգային ինտերնետը։ Պետականորեն թույլատրված կայքերով։ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարվածները ուկրաինական քաղաքներին եւ գյուղերին։ Ռուսական զինուժի թիրախում այս անգամ կրկին Օդեսան է հայտնվել։ Գիշերային հարձակման ընթացքում զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ։ Մոսկվան հայտարարել է նաեւ Կիևի ուղղությամբ համակարգված հարվածներ հասցնելու մտադրության մասին։ Առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել քաղաքը։ Զգուշացման մեջ ընդգծվել է, որ նախատեսում է ավելի շատ հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքում գործող որոշումների կայացման կենտրոններին։ Մայիսի 25-ին Մարգարե Վանաձոր ճանապարհին Երնջատապ գյուղի խաչմերուկում բախվել են 61-ամյա Տիգրանի Կցորդիչով բեռնատարը եւ 31-ամյա Արմանի Ֆորդ բեռնատարը, որից հետո Կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։ Ֆորդի վարորդն ու նրա 4-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Մինչ քնչական խումբը դեպքի վայր կժամաներ, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից ու դեպքի վայրից փախուստի դիմաց Կցորդիչով բեռնատարն ու վարորդին։ Բախման վայրից մոտ 4.5 կիլոմետր հեռավորության վրա են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արձոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արգամ Միքայելյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել եւ նշված ավտոմեքենան հայտնաբերել են հետևի հատվածում անվատողի անվահեծանի հատվածում արկա է վնասված հետքը։ Մայիսի 25-ին վրայերթ վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում Վաղարշյան Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ջիպը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը, կարգավորող լուսակիրն ու բախվել Էլեկտրասյանը։ 3 հոգի, որոնցից 2-ը վրայերթի ենթարկվածներ են եղել եւ ջիպի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հավաքվածները հայտնել են, որ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ը։ Պարեկները մեքենան հայտնաբերել են խաչմերուկում, տեղեկությունը ճշտվում է։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի, Վաշտի հրամանատար Եղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Կոտայքի մարզում Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ 3 տրանսպորտային միջոց է բախվել, ու մինչև վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, խցանումը կիլոմետրերի է հասել։ Պարեկներն են օպերատիվ եղել, ի վերջո վթարը ձևակերպել են ու երթևեկությունը վերականգնել։ Վթարնա տեսնում եք լավ է, մարդու բան չի եղել։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Նալբանդյան նոր Արտագերս գյուղամիջյան ճանապարհին հրդեհ է բռնկվել 26-ամյա Գարիկին պատկանող ՎԱԶ 21703-ում։ Բարեբախտաբար տուժածներ չկան, կրակի դեմ պայքարել են վարորդը ու քաղաքացիները, հետո էլ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։